Նայեք սիրելի ժողովուրդ, Աստծո ժողովուրդ, դուք այնքան հրաշալի եք, դուք այնքան սիրված եք, Աստծո կողմից չեք պատկերացնում, ուղղակի մենք չպետք է մեր սխալ ապրելակերպով անարգենք Տիրոջ սերը, հասկանում եք, մենք մարդիկս մեկը մեր հանդեպ մի սխալ պատասխան է տալիս կամ մեր արած սենց ասենք լավության հանդեպ համապատասխան մեզ երբ որ չի պատասխանում բարի ձևով մենք վիավորվում ենք շատ ժամանակ, շատերը խռովում են, շատերը տարիներով չեն խոսում, ատում ու պամփասում են, սիրելի ժողովուրդ, բա ոնց է որ Քրիստոսի սերը, խաչելությունը մեր հանդեպ, որ կատարվավ այդ հրաշալի փրկագործությունը, արուն թափեց մեր համար, դուք պատկերացնում եք, ինչ որ մեկի համար մենք գնանք արուն թափենք, մենք գնանք կյանքներ տնենք, և մենք ինչպես ենք վարվում Քրիստոսի թափած արյան հետ և իրա սիրո հետ, մենք արդյոք իրա սիրուն համապատասխան գոնե սիրում ենք իրան և ոչ թե շուրթերով, այլ սրտով սիրում ենք ու ուզում ենք հաճեցնենք Տիրոջը, թե ոչ։ Տերը ուզում է, որ մենք կարողանանք իրան հաճեցնենք, որքան հնարավոր է, որքան կարաս, ուղղակի այդ փափագը սրտիդ մեջ ունենաս, այդ է Տերը ուզում և քայլ անես, Տերն էլ կօգնա, հավատա։ Նայեք առակաց գիրք ասեմ, առակաց գիրքը 27-րդ գլուխ 20 խոսքից ինչ ասում է, ասում է դժոխքը և կորուստը չի կշտանում, նույնպես էլ չեն կշտանում մարդի աչքերը, մարդի աչքերը համեմատում է դժոխքի և կորուստի հետ, որ չի կշտանում երբեք մարդու աչքերը, ինչից նայելուց, ցանկանալուց, ուզելուց, փափակելուց, հասկանում եք, անվերջ, սա խոսում է ագահության ոգու մասին ժողովուրդ, որը նաև կռապաշտություն է, որը նաև կախարդություն է, երանի թե մենք անվերջ չկշտանանք Տիրոջը նայելուց, սպասելուց, երկինք նայելուց, Աստծո խոսքը նայելուց և կարդալուց ժողովուրդ ջան, Տերը օրհնած ես, ազատագրվենք այդ անկու